Տևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Դարձյալ Փրչակ քրչախմբի հետքերով։ Հերթով գանք։ Այն մեկը կան մանդատակիր նախկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյան։ Անամոթաբար կանգնում հայտարարում է, ասում է մեր գեր նպատակը ժողովրդին լավը դարձնելն է։ Նախ չեմ հասկանում ինչ է նշանակում լավը դարձնել։ Այդտեղ դու ես խոսում լավը դարձնելուց։ Քո նախարարելու օրոք COVID-ի պատճառով քանի զոհ ունեցանք մենք, քանի մահ ունեցանք, արա որ եթե հետևեիր առողջապահության կանոններին, օրենքներին, հետևողական լիներ, սրտացավ լիներ, այդքան մարդ չէր մահանա։ Առնվազն կեսի կյանքը փրկված կլներ։ Ահա մոտ հարավում եք հիմարի տեղ դրե։ Ընդ էլ մեկը կա, էլի դրանց խմբից, կլուբից, Կարեն Սարուխանյան։ Այսօր էլ էտա ինչ-որ հարցազրույց տվե, թե բա Վարդան Ղուկասյանը, նկատի ունեմ, ավել ճիշտ ինքը նկատի ունի, Գյումրու նախկին քաղաքապետը, որը հիմա ընտրարշավի մեջ է, իր օրոք եղել է ամենաթողություն և թալան։ Հիմա հարց իրավապահ մարմիններին։ Այս անձնավորությունը կանչվել է հարցաքննության, որպեսզի ապացուցի այդ թալանը, թե ինչ թալանա թույլ տվե Վարդան Ղուկասյանը, դե թող եթե վստահ է, թող գնան հայտարարություն տար։ Կանչվել է սա որպես վկացուցմունք տալու, խի չի կանչվել, հա, չի կանչվել, որովհետև քաղաքական պատուհասների կլուբի անդամ է։ Հիմա եթե այդպես բան ես հայտարարեմ, մի ժամ հետո ինձ կզանգեն, կհրավիրեն որպես վկա հարցաքննության, հետո նաև եթե չապացուցվի, որպես սուտ մատնություն կատարող։ Էս են սրանք։ Իսկ հիմա գլխավոր բնորդուհին Նիկոլ Փաշինը, Հայաստանում Թուրքիայի և Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը։ Այդ տղա, քեզ ով է իրավունք տվել, որ խախտես ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը։ Ես երեկ էլ մեկ այլ առիթով ասացի։ Այդ քարոզարշավը սկսել է, որ դու գնում ես քարոզարշավի։ Ու գնում ես ջանդամը գնաս։ Չնայած օրենքի խախտումը, ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի խախտումով ես գնացել դու։ Այդ շքախումբը հետդ խես տանում։ Ատես լավ չէ, մի անգամից կինո Մոսկվա հավաքվեիք, այդ քո այդ քրչափրչախմբով այդ ձեր միջոցառումն անեիք, քո այդ հոխորտանքներ։ Տարել է ստեից համարյա 200 հոգի մարդ հասցրել է Գյումրի։ Ու վրեկները գոռալով քարոզանում, ու ինչա խոսում։ Այդտեղա դու մի հատ Գյումրիի խնդիր բարձրացնեիր։ Դու գնացել ես մեր երկրորդ մայրաքաղաք կամ ինչպես ընդունված է ասել հայրաքաղաք։ Բնական է սա նախընտրական քարոզարշավ էր, որի իրավունքը դու չունեիր, բայց գնացել ես փոխանակ խոսած Գյումրիի խնդիրների մասին, էլի նորից անցել ես քո հին պատմություններին, այդ հեքիաթներին, ջիպ ենք վազ վրա տանելու, Lexus ենք վազ վրա տանելու, չգիտեմ, բան, յաշիկ, այ յաշիկա գործ։ Այդքան ջիպ, որ քեզ է ուղեկցում, ինչի համար է ուղեկցում, հա։ Այդ ծախսերը դու հաշվարկել ես պետական բյուջեի հաշվին, որ տենց անիմաստ թույլ ես տալի։ Դու պետք է վազ վրա տանես այդ ջիպերը եւ դրանց հետ կապված, դրանց օգտագործման հետ կապված ծախսերը հատուցես պետական բյուջեին։ Վաղը գալու է այդ օրը։ Ու հետո ինչա ասում ես քրչափրչախմբի ղեկավարը։ Երեք թե այսօր, չգիտեմ, բայց ասել է, որ խաղաղության գործընթացը չի ստացվում։ Արա, Նիկոլ, բայց խաղաղության գործընթացի ձողի վրա խեր տենց անհաջող ստրիպտիզ պարում ես քանի տարի է, հա? Քո իշխանությունը պահելու համար ես վաղուց եմ ասել, կարող եք նայել իմ բոլոր ելույթները, խաղաղություն չի լինելու, որովհետև խաղաղությունը կնքվում է լրիվ կամ հարաբերականորեն հավասար սուբյեկտների միջև։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինի վարած անփառունակ ներքին և արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը բացարձակ անհավասար է Ադրբեջանի համեմատությամբ։ Դրա համար էլ ոչ մի խաղաղություն չի լինելու։
ու դու ես ամեն ինչը հիմա էլ սկսել ես անամոթաբար շահարկել Գյումրիում ընտրություններում հաղթելու համար, դու չես հաղթելու, այդտեղա ես ասել եմ եւ կրկնում եմ, մենք որ ասում ենք թասիբ բառը, մեր մեջ ակամայից գալիս է գյումրեցի, Գյումրի, թասիբով մարդը չի գալու ձենտ այն մարդուն, ում իշխանության օրոք Արցախ է զիջվել, ում իշխանության օրոք արտագաղթ է ավելացել, ում իշխանության օրոք Հայաստանում օր-օրի մարդկանց սոցիալական վիճակը վատթարանում է, ում իշխանության օրոք թուրքը գալիս է հանրապետության հրապարակում երգում է Արցախը մերն է, Ղարաբաղը մերն է, Գյումրին չի տալու ձեզ ձայն, եւ ի վերջո ում իշխանության օրոք Հայաստանում ավանդական հայացքների տեր մարդիկ ապրում են համեստ կյանքով, փոխարենը բարգավաճում են համասեռամոլները, տրանսգենդերները եւ ավանդական արժեքների վրա թքած ունեցող մյուս մխտար կատեգորիաները։ Մի խոսքով հույսդ կտրի Գյումրու ընտրություններից։ Իսկ ինչ վերաբերում է այդ քո պարաժներին, որ գցում ես Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան տեխնացուների մեջ, որտեղ իրանցից ես դու վախենում։ Իմաց այնտեղ 3 տեխնացու կան։ Ին նշած մարդիկ եւ մեկ էլ շատ հարգված Ռուբեն Մխիթարյանը։ Դու իրանց դեմ չես կարողանալու պայքարես։ Դու մի տարբերակ ունես դիմել տոտալ բռնաճնշումների, բայց դա քեզ չի հաջողվելու, դա անպատասխան չի մնալու, այնպես որ ձեռքերդ հեռու մեր ավանդապաշտ Գյումրիից, իրանք քեզ ձայն չեն տալու։